Ընդհանուր առմամբ դպրոցի բոլոր փուլերին մասնակից դարձած երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է մոտ 600-ի։ Երիտասարդների այսչափ հոսքը դպրոց խոսում է նրա մասին, որ Հայաստանում կա երիտասարդություն, որ և մտահոգ է երկրի առջև ծառացած մարտահրավերներով և պատրաստ է ձեռք բերելու գիտելիք ու փորձառություն, ապագայում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հեռանկարով։ Անցնող շաբաթների, ամիսների ընթացքում տեղի ունեցած քննարկումները Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային հարցերի, անվտանգային ճգնաժամերի, պետական կառավարման խնդիրների, իրավական համակարգի թերությունների և ազգային շահերի պաշտպանության առաջնահերթությունների մասին վկայեցին, որ լսարանում նստած երիտասարդներն ունեն բոլոր անհրաժեշտ տվյալները, արժեհամակարգը, գիտելիքն ու կարողությունները արդյունավետ և պատասխանատու ձևով ներգրավվելու երկրի քաղաքական կյանքին, և դա պարզապես հնարավորություն չէ, այլ պարտավորություն։ Եթե քաղաքական գործընթացներին չեն մասնակցում սկզբունքային, պատրաստված և ազգային արժեքներով առաջնորդվող երիտասարդները, այդ դաշտը զբաղեցնում են նրանք, ովքեր ծառայում են այլոց շահերին, պետությունը դիտարկում են որպես գործիք և ոչ թե որպես արժեք։ Արդյունքում մենք ունենում ենք այն, ինչ ունենք այսօր։ Շատերն են այս ընթացքում հարցրել, թե ինչով կարող են օգտակար լինել մեզ։ Պատասխանը պարզ է՝ մասնակցությամբ։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հերթական ընտրություններ չեն լինելու։ Դրանք լինելու են պետականության պահպանման, կազմաքանդված համակարգերի վերակառուցման և ազգային արժանապատվության վերականգնման ընտրություններ։ Երկիրը կործանման տանող վարչակարգի հեռացումը միայն քաղաքական ուժերի խնդիր չէ։ Դա յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես յուրաքանչյուր գիտակից երիտասարդի պատասխանատվությունն է։ Մասնակցել, համոզել, խոսել, պայքարել, սերնդակիցներին դուրս բերել անտարբերության գոտուց և դարձնել սեփական ապագայի որոշողը։ Սա իրական քաղաքական ներգրավվածություն է։ Այո, այս ծրագրի կարևոր արդյունքը պետք է լինի ոչ միայն տեսական պատրաստվածությունը, այլ նաև գործնական ներգրավվածությունը հանրային քաղաքական գործընթացներում։ Պետության ապագան երբեք չեն որոշում միայն իշխանությունները, այն որոշում են նաև նրանք, ովքեր հրաժարվում են լուռ հետևողի դերից։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ոչ թե պարզապես նոր դեմքեր, այլ նոր որակի քաղաքական մտածողություն, պատրաստված, սկզբունքային և պատասխանատու սերունդ։ Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցը հենց այդ նպատակին ծառայող կարևոր հարթակ է։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բանախոսներին, մեզ աջակցողներին և բնականաբար ունկնդիրներին ցուցաբերած վստահության, հետաքրքրության և ակտիվության համար։ Շնորհակալություն նաև մեր բացթողումներին ըմբռնումով մոտենալու համար։ Մեզ համար կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ փուլը լինի ավելի կազմակերպված և ավելի արդյունավետ։ Այդ ճանապարհին ձեր դիտարկումները, սիրելի երիտասարդներ, առաջարկները և խորհուրդները կարևոր են։ Այս նախաձեռնությունը միայն կազմակերպիչներինը չէ, այն բոլորինն է, ովքեր ցանկանում են տեսնել ավելի փորձառու, գիտելիքով և պիտանի արժեքներով զինված պատասխանատու քաղաքական սերունդ։